Ես գիտեմ, որ շատերին հետաքրքիր թե ինչքան գումար կարելի է աշխատել Ամերիկայից մեքենա ներմուծելիս։ Դրա համար նոր կոնտենտ եմ ուզում անեմ։ Բոլոր ծախսերը իրար հետ հաշվելու ենք, վերանորոգումը, զապչացնելու ու վերջում ինչ գնով եմ վաճառելու։ Սկսում ենք այս պիկապից։ Այս մեքենան 3 եմ ստացել։ Այս մեքենայի համար փոխանցել եմ $7,700 Ամերիկա։ Ինքը քանի որ մեծ մեքենա է, Պերևոզկան Դվայնո է եղել, արժեք եղել է $4,500 ու պլյուս ռաստամոշկա $3,500 տվել եմ ռաստամոշկայի համար։ Մեքենան 2019 թվի RAM 1500 է, լեռը մի կոմպլեկտացիա, լավ կոմպլեկտացիա, վթարը էսա, ճիշտ ասած առաջի մինուսը ոնց որ ասեմ, նախատեսածից շատ է վթարը եղել, նկարներով այս կարգի չէր երևում, աբլիցովկան իր վրան էր, երբ որ առնում եք մեքենան, այս կարգի չէր երևում իր վթարը, ավելի շատ է, քան մենք պատկերացնում ենք։ Վերել եմ դեֆեկտովկա պիտի անենք այսօր, քանդելու ենք, տենանք ինչն է ջարդած, ինչը պիտի փոխվի, ինչը պիտի սարքվի, չնայած ագին բան ոնց որ փոխվելու է։ Դեֆեկտովկեն կանենք, կտենանք ինչ զապչացներ պետք է առնենք, այդ զապչացները արդեն գներով բանով ձեզ կներկայացնեմ, հետո վերանորոգումը ու իր հետ կաշվենք, թե այս մեքենան ինչա նստում, վերջնական արժեքը ու կփորձենք հասկանանք, ինչ գնով ենք վաճառում, ինչքան գումար ենք աշխատում։ Եթե հետաքրքիր ընդհանուր այս պրոյեկտը, կարող լայքեք ու բաժանորդագրվեք իմ էջին, որպեսզի իրար հետ հաշվարկները բոլոր անենք ու հասկանանք։ Դեռ տալիս է Ամերիկայից մեքենա բերել, վերանորոգել, վաճառել, թե չէ։